ադրբեջանական լրատվամիջոցներ, լրագրողներ, բլոգերներ քննարկում են ռեպարացիաները, որ ինչի մենք չենք պահանջում հայերից ռեպարացիա, փող չունեն, թող Զանգեզուրը տան։ Ու այս ամեն ինչը ավելի շատ թեժացավ բանից հետո, այս քննարկումները, երբ ուկրաինացիք որոշեցին պահանջեն, կարծեմ Բելգիայից բանը, ռուսական սառեցված միջոցները 300 միլիարդ փողը ռեպարացիայի դիմաց։ Ու այս ձևի զուգահեռներ են տանում ու դիմում իշխանություններին, Ալիևին, որ դու էլ հայերից փող չունեն, թող Զանգեզուր տան։ Հասկանում եք, տեսա ինչ է նշանակում։ Հիմա եկեք մի հատ հոլովակ կա կարճ, այս հին զապիսա, մի հատ լսենք ու լսեն Սերժ Քոչարյան, Նիկոլ ու ես կշարունակեմ։ Когда я им предлагал автономию, они не согласились, утверждая, что Карабах независимое государство и что они обязаны получить независимость от Азербайджана. Ни одной фразы здесь нет, Пашинян. Что случилось? Что случилось, Пашинян? Ты же дорогу строил в Джабраил. Танцевал. Что случилось со статусом? Статус провалился в ад. Сгинул. И пока я буду президентом, не будет никакого статуса. И поэтому у этого документа есть весомое значение. Я думаю, что азербайджанский народ обратит на него внимание. Լսեցիք։ Ես որպես հայ նայեք ամոթով եմ նայում, ես ամաչում եմ այս ամեն ինչը։ Իսկ դուք քաղաքական պոռնիկներով իշխանակռիվ եք անում։ Դուք օրինակ Սերժ, դաշնակները չաթլախներ, ես ձեր քոքը կտրվի։ Դուք ո՞նց եք գնալու Նիկոլը Պադոշա, Ալիևի հետ այսքան բառերից հետո խոսակ, հա։ Որ ընկել եք ընտրապայքարի մեջ, ընդեղ հավաքում եք ձեր ադեպտներին, ընդեղ Քոչարյանն է խոսում, ընդեղ Սերժն է խոսում։ Արա Նիկոլը Պադոշա, ես այն Նիկոլիներից զարմանում եմ, էլի մենք ինչ պետքա վիճակում լիներ ազգը, որ էլի Նիկոլ ընտրեր։ Դուք այս բառերը լսեցիք, այս ծաղրանքը լսեցիք։ Այս ամեն ինչը չէր լինի, եթե ուժային բալանսը չխախտվեր Ռոբերտ Քոչարյան ու Սերժ Սարգսյան։ Երբ Ադրբեջանը բանակ էր սարքում, դուք դաչեք եք սարքում, բենզակալոնք եք, ընդեղ ռեստորաններ, բան, օբյեկտներ, Ամերիկայում տներ, հասկանում եք։ Դուք ո՞նց եք ձեզ այս սխալը ձեր ներում, էլի։ Ես զարմանում եմ մեր անպատկար կաթողիկոսը։ Այ պղծազան ագարկա, կներեք էլի ուրիշ բառ չկա, կոմիտասը խելագարվեց տեսածից հետո։ Դու ոնց չես խելագարվում, որ քո եկեղեցիները սարքում են մեջիթներ ընդեղ, հա։ Սա քո աչքի առաջ է եղել, ախր դուք նենց չի, որ անուղեղ անասուն եք բոլորդ եղել, դուք չեք հասկացել, աշխարհ քաղաքական այդ ամեն ինչը, եկեղեցին միշտ նրանք շատ խորը ու շատ հմուտ դիվանագետներ են եղել ու քաղաքագետներ, սկսված էլ անիշելի ժամանակներից, որ դուք այսքանը հանդուրժել եք, այս սխալները հասկանալով, էլի, դու հիմա Գարեգին պետքա մի Մենաստան գնայր ինչ-որ միտեղ, էլի, դուք ճկներ ու չգիտեմ, էլի, եթե պարկեշտ մարդ լիներ, էլի, քո անձի, քո դիմակի ետևը պաղկված, այլ ոչ թե փողամոլ կոոպերատիվ, ինչ-որ սարկած այդ եկեղեցու բան հիմնադիր, ժամանակավոր ընդեղ ղեկավար, էլի։ Եթե մեր եկեղեցին, ես նայում եմ ինչա կատարվում այս դեկտեմբերի 7, այս սքի օրը սարքել են քաղաքական PR-ի, քաղաքական ճարտարալեզության ինչ-որ մի ֆեստիվալ, արա, նամանավանդ Գյումրիում։ Թքեմ բոլորիդ վրեն ես։ Լեննականցիք թասիբ չունեն, որ հոտած ձվերը առնեին, գային դրանք բոլորին ընդեղ, են
Նիկոլի յալիչարներից բռնած, այսինքն ցաղին այդ հոտած ձվերով ծեցին, կապ չունի ով ձեռի տակ ընկներ։ Ով ընկներ, դաշնակլներ, ինչլներ, նրանց լրագրող լիներ, բոլորին առանց բանի էլի տարանջատելու մեկը մյուսից, բոլորն էլ նույն պոռնիկներն են մեծատար պայով ու երկու ռայով, որ այդ սուկ հորը սարքել են ինչ։ Ես նայում եմ, ամաչում եմ։ Ինչքան հոտած ափ կար, երեխեքի պամպերս, բան, քաքոտ բերեք լցնեք դրանց սաղի գլխին։ Սուկ էր, հասկանում եք դուք սուկ հորը ինչ եք սարքել, այ անտասիբներ։ Ես մի բան ասեմ, մեր եկեղեցին եթե ազգակենտրոն մի կառույց լիներ, այսօր տենց հեշտ չէր պարակտվի։ Սա մի հատ պիղծ կոոպերատիվ է, ավանտյուրիստներով, աֆերիստներով լցված։ Մի հատ ձևի պիղծ սրիկայի մեկն էլ հենց Աճապահյանն է, այդ համայնքը որ է, Եթե Աճապահյանը ոնց կարող է ազգահավաք մարդ լինի կամ եկեղեցու, որ հային սարքեց տոկոսով, առաքելական հայը 100%-անոց հայա, ոչ առաքելական ընդեղ 20%-անոց, մահմեդական երևի բանը ընդհանրապես հայ չի, են համշենա հայ բան, աթեիստ, հեթանոս, նրանք ընդհանրապես հայ չեն, ոնց կարող է այդ մտածելակերպը, այդ ձևի բառեր արտահայտող վիժվածքը լինի ազգը համախմբող մարդ, որ մեկ-մեկ լսում եմ Աճապահյանը նոր կաթողիկոս։ Ոչինչով մյուսներից չի տարբերվում, նույն պիղծ պոռնիկն է, սև փիլոն հագած։ Նրանք են պարակտում ես ամեն ինչը։ Այս եկեղեցու այս թեման սարքել են ես իմիջ, երբ որ Ադրբեջանը լուրջ քաղաքական քայլեր է անում։ Ես այն օրը ասեցի ընդդիմադիրներ, լսեք, հավաքվեք, մի հատ պաստառներով գնացեք դեսպանատուն։ Ոչ Սաշիկ 50-50, ոչ Տրամփ 60-40, այդ ձևի ինչ-որ պաստառներով։ Մի բան ցույց տվեք, որ դուք դեմ եք։ Նա արդեն էս այդ ռեպարացիաների դիմաց տեսեք, էդ են ուզում։ Տրամփը ձեզանից ինչ պետք էր է տրիպերով ստացավ, PR, խաղաղություն, տեսեք, աշխարհին ցույց տա, որ եւս մի պատերազմ, միտեղ խաղաղություն բերեց, որ ոչինչ չբերեց, կարևորը դուք գնացիք իր թատրոնը խաղացիք։ Նիկոլը գնաց խաղաց։ Ադրբեջանը Իրանը մեկը անում է։ Ոչ մի կետին չի հետևում։ Երբեք դուք սկսելու մի քիչ արա քաղաքականությամբ զբաղվեք, այլ ոչ թե քաղաքական PR-ով ու պոռնկությամբ։ Ես ինչ են այդ առանձին թեմայի այն Հրանտ Բագրատյանին ինչ օրը գցեցին, դա ես առանձին կխոսամ էլի Պետրոսի մոտ էլի։ Բոլորդ գնում եք Նիկոլի օրակարգով։ Նիկոլը ձեզ բերել է իր օրակարգ ու ճիպոտով ծեծա տալիս աղիտ։ Մյուսը մեկ էլ տեսեք, ես իմ ալիքով չեմ մոռացել են բջի վաստակներին, են նոյեմբերյանի դպրոցի, այդ քոլեջի։ Մարինա Պողոսյանը ստորագրահավաք է սկսել, ես իմ էջում կիսվել եմ, Facebook-ի էջում կիսվել եմ, հղումը ոնց գնաք ձեր մասնակցեք, հորդորում եմ բոլորդ գնաք մասնակցեք, չալարեք մի քանի րոպեա ծախսեք այդ հղումով գնաք, ես անձամբ չեմ գնացել, սա գնամ երեխեն կբացատրի, թե ոնց պետք է անեմ, գնացեք, ասեք ձեր տեղյակ ավելի ընտանիքի անդամներին օգնեն, գնացեք այդ մասնակցեք։ Ու ինձ օրինակ հիմա մի բան է հետաքրքիր, ես այս վերջերս նայում ես Ռուսաստանում, Դոն Պիպո, բարև ձեզ եմ դիմում, թե ոնց հանրային այդ բանը, ալիքը բարձրացավ բանի դեմ, Լարիսա Դոլինայի, ոնց ժողովուրդը սենց ամբողջ էլի լրատվամիջոցներով, սա առանց ուղղորդելու էլի, պարզապես ազգային ցասում արթնացավ ու մերժեցին Դոլինային, էլի սենց ասած։ Ամեն ձևով նույնիսկ խանութներ նրան հանեցին ցուցակից, արկելեցին առաքում տանեն նրա տուն, էլի ինչ ձև ասես, մեծ ամենալավ ռեստորանը նրան տեսեք ինչ կրեատիվ
նոր տարվա այդ ծրագրից հանեց, դրա տեղը բերեց ցիգանների անսամբլ։ Իսկ հիմա Don Pipo, այդ ձեզ եմ ասում, դուք այս ամեն ինչը տեսնելով, դուք չեք տեսնում, որ ինչքան ենք մենք անողնաշար, համեմատած հենց ձեր հայրենակիցներից մյուս։ Որ մեր մոտ այդ հայը հային ծեծում է, դուք մի բառ չասեցիք։ Don Pipo, դուք չդատապարտեցիք այդ պոռնկացին երեխաներին, այդ պոռնկացին գենը կրող դրա հայրերին, մայրիկներին, տատիկներին, պապիկներին եւ նրանց գերդաստաններին։ Դուք ոչինչ չխոսացիք, ինչպես եւ այն մյուս այն բանը ինչ էր, այն Գոր Վարդանյանը, նրա շկոլան է։ Այ ես համեմատում եմ օրինակ ռուսաստանյան ինտելիգենցիային, օրինակ այդ Դոլինի հետ կապված տարբեր մտավորականների, տարբեր մարդկանց, որ իրանց խոսքը ասեցին։ Ու համեմատում եմ, նայում եմ ձեզ, Don Pipo, Գոր Վարդանյան, ընդեղ էլի ովքեր կան, Հրանտ Թոխվատյանն, Աշոտ Ղազարյան, բան, իսկ դուք խոտը առել եք բոլոր այդ բերաններդ ու մի բառ չասեցիք։ Հայը ոնց կարող է հայի վրա ձեռք բարձրացնի, հա։ Ոնց կարող է։ Այ եթե Գոր Վարդանյանը ձևի ֆիլմեր ինչքան շատ է նկարում, այնքան էլ շատ հայը հայի վրա ձեռ է բարձրացում, որտեվ հայը մենակ հայի վրան կարող է։ Հենց որ այսքանը ժողովուրդ ջան, մասնակցեք այդ ստորագրահավաքին, այդ որ դրա ծնողները պատժվեն, դրանց ծնողները, պարզմանենք բոլորն էլ, ասենց, տեսեք, խեղճ մարդ չեն էլի, սովորական, դրանք բոլորն էլ իրանց Մարինա Պողոսյանի հետ էջը մտեք, լսեք, ես հիմա նույնը չեմ դնի պատմի, թե ով ինչացու է, մի մասի ծնողներն է բանում են, կրթության նախարարության հետ, ԿԳՄՍ-ի ծառաաշխատողներ են, հասկանում եք, դրանք պետք է պատժվեն ամենախիստ ձևով, ոնց Լարիսա Դոլինային Ռուսաստանում ժողովուրդը պատժեց, նենց այսօր մենք պետք է դրանց պատժենք ու դրանց ճանապարհը բռնող մնացած բոլոր ապագայում հայտնի եկող բոզի տղաներին եւ կրկին մերժենք այդ գողական, այդ քրեացին, այդ մտածելակերպը, ենթամշակույթը։ Եթե պետք է երկրում ընդունեն օրենք, ճանաչելով ինչպես Ռուսաստանում այդ ենթամշակույթը էքստրեմիստական ու վերջ։ Շնորհակալություն, թե համաձայնվեք իմ հետ, կիսվեք եւ տարածեք, հաջողություն։